Մարդիկ անծանոթներ գլխավոր դատախազության դիմաց ժամը 11-ից մինչև 20 նստացույց են անում ի պաշտպանություն Ծաղկազարդի գործով մեղադրվող դպրոցական Դավիթ Մինասյանի։ Դավիթին հիվանդանոցից տեղափոխեցին բանտ, որը անընդունելի է։ Դավիթի առողջական վիճակը դեռ մնում է ծանր եւ շատ ցավալի է, որ մեր իրավապահ մարմինները այս խնդիրը վերաբերվում են բառերն էլ եմ արդեն այնքան հուզված են, որ այնքան չունեն համարձակություն ասել ոչ կատարվող իրավիճակին։ Դավիթին Նայիրի բժշկական կենտրոնից 3 երեկոյան տեղափոխել են բանտ։ Տեղափոխել են բանտ, սայլակի վրա նստած, գլուխը չի կարողանում բարձրացնել անկողնից, լույսի նկատմամբ շատ զգայուն է, այսինքն իր առողջական վիճակը այնքան վատ է եւ այդ վիճակով տեղափոխել բանտ, այն էլ 18 տարեկան տղայի, որ չես հասկանում ինչ է արել, այդ անընդունելի է։ Մեր պահանջն է շարունակում մնալ, փոխել խափանման միջոցը։ Մարդիկ գալիս են գլխավոր դատախազության դիմաց, մասնակցում ակցիային, կարեկցանք ու ցավ հայտնում, հույս ունենալով, որ դատարանի նոր որոշումները արդար կլինեն։ Օր առաջ ազատ արձակել Դավիթ Մինասյանին, մենք գտնում ենք, որ այնինչ տեղի է ունենում Դավիթ Մինասյանի հետ հիմա չափազանց անարդար է։ Նախ եւ առաջ հասել ենք այն օրվան, որ մարդը եկեղեցում աղոթք անելիս կարող է ձերբակալվել առանց որևէ լուրջ հիմքի, առանց ապացուցելու նրա հանցանքը, այլ մարդը պատկերացրեք աղոթքի մեջ գտնվելով եկեղեցում, կենտրոնացած իր աղոթքի վրա, պետք է գան իրեն ինչ-որ մեկը հրի, ինքը նույնիսկ չպատկերացնի, թե ով է իրեն հրողը։ Ոչինչ ապացուցված չէ, չկա տուժող, բայց կա մեղադրյալ, որին եկեղեցում պատարագի ժամանակ հուժկու հարված է հասցրել Փաշինյանին պաշտպանող անվտանգության աշխատակիցը։ Հուժկու հարված ստանա, այնպես որ գանգուղեղի վնասվածք ձեռք բերի, որից հետո նրա նկատմամբ կիրառվի ամենախիստ խափանման միջոցը, որը կալանքը, ընկալելով արդեն իսկ նրան որպես հանցագործ, եւ ի վերջո հաշվի առնենք, որ այդ անձը աշակերտ է դպրոցի, ով այս պահին պետք է լիներ դպրոցում, ով ունի մի շարք առողջական խնդիրներ, դրան հավելյալ են առողջական լուրջ խնդիրը, որը նա ստացել այդ միջադեպի արդյունքում։ Այս ամենը դատարանը հաշվի չի առնում, պարբերաբար ուշագնաց լինող գլխապտույտներ ունեցող տղային բժիշկները դուրս են գրել հիվանդանոցից, որից հետո նա տեղափոխվել է բանտ։ Եկեղեցում, ովքեր որ ներկա են եղել, շատ հավատացյալներ, հավատավորներ, ովքեր պատրաստ են վկայություն տալի օգտին Դավիթի, անգամ այդ վկայությունները չեն վերցնում։ Փաստացի Դավիթի նկատմամբ դրսևորվում է հաշվեհարդար քաղաքական հալածանք։ Թքած ունենալով արդարադատության, տղայի առողջական վիճակի, կալանքից բխող հետագա վտանգների եւ ռիսկերի վրա։ Նաիրա Փայտյան, Գևորգ Դարփինյան, Լրաբեր։